Անկեղծ ասած առաջին անգամ եմ տեսնում, որպեսզի քննչականի դռները փակ են ու փաստաբանները ընդհանրապես չկարողանան ներս մտնել։ Դուռը ծեծում ես, ժալյուզ, կարող է տեղափոխել են այս քննչականը գոյություն չունի։ Արձանագրենք, որ մենք ինչ որ մեկի տուն չենք գնում, էլի։ Ոչ մեկի տուն չենք գնում, մենք եկել ենք քննչական բաժին, պետական հիմնարկ, անձինք, պաշտոնատար անձինք, ովքեր sense մեր բոլորիս հարկերի հաշվին աշխատում են։ Ներողություն, երեք զարկել են բնակարանը եւ այնտեղ քննիչն են ասում, որ ոչինչ չեն գտել։ Առավոտը մեղադրանք է առաջադրվում։ Ուրեմն ոչինչ չեն գտել, ոչինչ չեն կարող գտնել, ուզում է քննեն 1 ամիս, ուզում է քննեն 10 տարի։ Այն ամեն ինչը ինչ որ նշված էր այդ որոշման մեջ, միանշանակ գործի նյութերում դրանք հիմնավորող տվյալներ, նյութեր, առավելևս ապացույցներ չկան եւ չեն կարող լինել։ Սա գիտեք ոնց, ուղղակի ոնց որ ինչ որ մեկը նստի երևակայական, այ մի հատ շարադրություն գրենք։ Ամառային արձակուրդները ինչպես անցկացրեցիր, ու դու ուզենաս տենց գրես։ Դրա մասին է ընդամենը։ Այսինքն որևէ տվյալ, որը որ նշված էր այդ որոշման մեջ, հաստատված չէ եւ չի կարող հաստատվել։ Ներողություն, դուք ետնամուտքից մտաք քննչական։ Չէ, մենք սենց Չէ, մենք եկել ենք, քննչական սենց են մտնում։ Գալիս ես, մտնում ես, կողքը հերթապահ, մասնա, սենց եկել ենք, հիմա սպասում ենք։ Տեսնենք 11-ին մեզ հրավիրել են, էլի։ Քննչական վարչությունը փաստորեն սա է, եթե կարող է արդեն քննչական վարչությունը, մենք հասնենք շփոթել ենք։